Միշտ զինվորականի ու բժշկի մասին մտածել եմ, պապասել, հորողբերս էլ պատերազմի մասնակից են եղել 90-ականներին, ու ձգել է երևի էլի, չգիտեմ, միգուցե տեսնելով այդ ամեն ինչ ապրելով, ես էլ որոշեցի, տենց որ համատեղ երկուսն էլ կար արդեն ռազմաբժշկական ֆակուլտետը, անգամից որոշեցի գնամ ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ծառայության վայրում ենք, իմացանք, որ լայնածավալ հարձակում է, արդեն տեղում միշտ պատրաստ ենք, մեր այդ հատուկ պայուսակներ ունենք, տագնապի ժամանակ, որ վերցնում ենք, ամեն ինչ մեջը կա, օրվա մեջ կարող է մի անգամ կամ եթե պետք է եղել, հարկ է եղել, երկու անգամ ուղղաթիռով գնացել ենք հիվանդներին տեղափոխել, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներով էինք գնում։ Հոկտեմբերի 9-ին նստեցի մեքենան, գնացինք, հասանք արդեն որ կապը ընդհատվում էր այդտեղ, գիտեի վերջի կետն է տեղից զանգելու, զանգի կնոջս ասի, եթե անհասարների լինեմ, չանհանգստանաս, ստեղ եմ։ Ընդունում ենք առաջի բժշկական օգնություն, տեղափոխում ենք արդեն Գորիս, Խնձորեսկ ու Երևան։ Այդտեղից հետո, որ արդեն թշնամին շատ էր մոտեցել, տեղափոխվեցինք Կուբատլու, այնտեղ գոսպիտալ նորից ծավալեցինք, երկու օր այդտեղ մնալուց հետո, որ արդեն նորից էլի մոտեցան, համարյա թե ուղիղ կրակի տակ, մենք այդտեղից տեղափոխվեցինք արդեն Խնձորեսկ, այնտեղ էլ այդ հոսքը չկար, ոնց որ կարիքը ավելի շատ կենտրոնական հոսպիտալում էր, ռեանիմացիան բավականին ծառաբեռնված աշխատում էինք այդ ժամանակ։ Գնացի արդեն կենտրոնական հոսպիտալ, հետագա մեր ծառայությունը շարունակելու, իհարկե այդ 44 օրով մեր գործը չվերջացավ, մինչև այսօր էլ այդ գործը շարունակում ենք, թե հոսպիտալում, թե զինվորի տանը։ Այդ ժամանակ ուժեր գտնում է մարդ, որ հասցնենք, կարենանք մի բան անենք, հասցնենք երեխեքին այնքանով օգնենք, որ հասցնեն իրանց տուն, այդ էր կարևորը։ Ոչ մի զինվոր չի մնացել առանց բժշկական օգնության։ Շտապ օգնության մեքենան եկավ, մոտեցանք, ասավ մեջը մի վիրավոր ունենք, բայց արդեն մահացել է։ Երևի թե այդ րոպեին չգիտեմ ինչ կատարվեց, ոնց եղավ, նայեցինք, տեսանք, մենք էլ սկսեցինք մտածել, որ կարող է մահացած եղնի, բայց իհարկե մեր ռեանիմացիոն գործողությունները անելուց հետո զինվորը գիտակցություն բացեց, շտապ օգնության մեքենայով տեղափոխեցինք արդեն։ Վիրավոր կա, կարող է մի ժամ, երկու ժամ հետ աշխատես, վիրավոր կա, որ առաջի բժշկական օգնությունը ցույց տաս ու շուտ տեղափոխես։ Այդտեղ բավականին վտանգաված էր, չենք կարա շատ երկար ինչ-որ միջամտություն անենք։ Եթե քիչ էին, մաքսիմալ անում էինք, բայց որ շատ հոսքեր արդեն տեղափոխվում էին։ Մեր շտապ օգնության վարորդը, ուրեմն մեքենային մոտ խփել էին, մեքենան կողաշրջվել էր, դե մի կերպ դուրս էին եկել վիրավորին հասցրել էին, ասինք դե լավ մեքենայը շուռ է եկել, մի ուրիշ մեքենայով էլի կգնաս կտեղափոխես, չէ, ես իմ մեքենան, ես բան կանեմ, հետը 2-3 հոգի էլի բուժակներ հավաքվեցին, գնացին իրոք վտանգելով իրանց կյանքը, մեքենան ուղղել էին, մտել էին էլի մարտի դաշտից վիրավոր վերցրել ու եկել։ Թիմային աշխատանք էր դառել, անում էին մաքսիմում, արդեն չէին նայում սա ատամնաբուժ է, կրծքային վիրաբույժ է, այն մյուսը ընդհանուր վիրաբույժ է, մարդիկ կային, որ իրանց ասենք թեկուզ ուղարկել էին կամ իրանք եկել էին Իշխանաձոր, շտապ օգնությունով հիվանդներին որ բերում են, իրանք նստում էին, գնում են մարտի դաշտից թեկուզ ընդեղից օգնեն, օգնություն ցույց տան ու բերեն։ Մի մեխանիզմ էր, որ
ամենքը իր գործը անում էր, չէին նայում, որ սա իմը չի, բոլորն էլ անում են մաքսիմալ, ամենայն դեպս ով եկել էր, ով մեր հետ էր։ Հիվանդի առողջությունը, քո աշխատանքի, քո արածի արդյունքը, թե ֆիզիկապես, թե հոգեպես մարդուն մաքսիմալ հասնես իր լիարժեք ապրելուն։ Շնորհակալություն, դա ուրիշ ավել բան պետք էլ չի եղել։ Ծառայության ժամանակ ընտանիքից կտրվում ես, բայց եթե վստահ ես ընտանիքդ ինչ-որ չափով ապահովված է այն բանով, որ թիկունքը եթե թույլ եղավ, արդեն մենք չենք կարող կենտրոնանանք մեր գործի վրա։ Ընտանիքը ինքը իր հոգսերով, մենք էլ մեր աշխատանքով, մեր ծառայությամբ, մեր զինվորների կյանքը մաքսիմալ փրկելով տեղ հասցնել, որ վաղը մյուս օր իրանք էլ իրանց տուն հասնեն։